Ապրիլի 11-ը պատմական էր ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի համակիրների համար։ Առաջին անգամ դիմեց տեսաուղերձով, թեպետ արտաքին տեսքը փոխված էր, բայց ասում են, թե այս անգամ արհեստական բանականության օգնությանը չեն դիմել։ Ազատության հրապարակում ուժեղները հանրահավաք էին կազմակերպել, ավտոբուսներով մարզերից մարդկանց բերելով, Ղարաբաղից տեղահանվածներով ու նախկին իշխանությունների համակիրներով, իրազ է քաղաքացիների միավորման տվյալներով հավաքելով շուրջ 12,500 մարդ։ Հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքերով հանրահավաքին ներկա էին մարդիկ, ովքեր վերջին 6-7 տարիների ընթացքում անընդհատ հանրահավաքներ են անում, խոսում իշխանությունների դեմ։ Դրանք հիմնականում այն մարդիկ են, որոնք կորցրել են իշխանությունը։ Մենք տեսանք հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ այնտեղ, մենք տեսանք Ռոբերտ Քոչարյանի շրջապատին դասվող քաղաքական դեմքեր այնտեղ եւ մարդիկ, ովքեր ուղղակի անընդհատ դուրս են գալիս նմանատիպ հանրահավաքների։ Ես անգամ հիշեցնել, որ նախկինում եղել են շատ ավելի բազմամարդ հանրահավաքներ այս մարդկանց 30,000, 32,000 եւ այդ հանրահավաքները այնուամենայնիվ չեն նշանակել, որ հասարակության կարծիքը փոխվում է կապված գերակայությունների հետ քաղաքական դաշտում, այս հանրահավաքը եւս ցույց է տալիս, որ նորից նույն մարդիկ ուղղակի նույն դրամատրություններն ունեն, բայց հասարակության կարծիքը ընդհանուր առմամբ չի փոխվում։ Ինչ վերաբերվում է Սամվել Կարապետյանի ելույթին, ապա ելույթը ակնհայտորեն ձայնագրված էր մի քանի կտորից, այնտեղ երևում էր, որ հատվածներ կան, որոնք անընդհատ վերաձայնագրվել են։ Ինչից էր դա երևում, որովհետեւ խոսքերի միջև կապերը կարծես թե որոշ հատվածներում շատ կտրուկ էին կամ ընդհակառակը բացակայում էին, ինչը նշանակում է, որ բավական երկար աշխատել են այդ տեքստի վրա։ Եթե այդքան երկար աշխատել են այդ տեքստի վրա, դրանից կարելի է եզրակացնել, որ ուղերձները հստակ էին եւ ուղերձները ունեին որոշակի տրամաբանություն։ Ինչ էր ասում Սամվել Կարապետյանն իր 6,5 րոպեանոց ելույթում։ Նեղսրտեց, որ շուրջ 1 տարի է կալանքի տակ է, հիշեց բարեկամ պետությունների մայրաքաղաքները, որոնց շարքում չկային օրինակ Բրյուսելը, Փարիզը։ Մենք ուժեղ ենք լինելու Մոսկվայում եւ վերականգնելու ենք խաթարված հարաբերությունները։ Մենք ուժեղ ենք լինելու Վաշինգտոնում, Լոնդոնում, ինչպես նաեւ Պեկինում։ Այո, Եվրամիության երկրներ չկային, բայց կար Մեծ Բրիտանիան, որը ենթադրվում է, որ հին պատկերացումներով, ընդ որում իմ դիտարկումներով Ռուսաստանում դեռևս այդ հին պատկերացումները բավական ուժեղ են, հին պատկերացումներով Եվրամիության հետ հարաբերությունները ստորադասում է Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին։ Ես պիտի նշեմ, որ նոր իրավիճակում այդպես չէ եւ սկսած Տրամպի իշխանությունից Մեծ Բրիտանիան ընդհակառակը Եվրամիության հետ փոխհարաբերություններին է առաջնորդությունը տալիս։ Բայց ոչ Սամվել Կարապետյանը եւ նրա համար, ովքեր որ այդ տեքստը պատրաստել էին, այնուամենայնիվ փորձում են խաղալ այդ հակասության վրա Մեծ Բրիտանիա եւ Եվրամիություն։ Մյուս կողմից նշվեց Մոսկվան, նշվեց Վաշինգտոնը եւ կարելի է ասել, որ Սամվել Կարապետյանը փորձում է աշխարհակաղակական դիվերսիֆիկացման որոշակի տպավորություն ստեղծել, իհարկե դուրս թողնելով այդտեղից Եվրամիությունը, ինչը իր հերթին նաեւ ցուցիչ է նրա, որ Սամվել Կարապետյանը այնուամենայնիվ Ռուսաստանի շահերն է գերակա համարում, որովհետև այսօր Եվրամիության առաջին եւ հավանաբար միակ հակառակորդ պետությունը դա Ռուսաստանն է։ Սամվել Կարապետյանի թիմը նաև դժգոհ է հաստատված խաղաղությունից, անընդհատ նշում են, թե իրենք ուրիշ խաղաղություն են բերելու։ Ռոբերտ Ղևոնդյանն այն փորձագետներից է, որ խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակներում օրերս Գաբալայում հանդիպում ունեցավ Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչների հետ։ Հետաքրքրվեցինք, եթե Հայաստանում տեսականորեն հաստատվի պրոռուսական իշխանություն, արդյոք ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն։ Եթե նման ուժ կա Հայաստանի Հանրապետությունում իշխանության, ակնհայտորեն որոշումների կայացման գործընթացը Երևանից կտեղափոխվի Մոսկվա, այսինքն Մոսկվայում որոշումներ կայացվեն Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Ինչը նշանակում է առաջին հերթին Եվրամիության հետ բոլոր գործընթացների անմիջապես սառեցում եւ մյուս բոլոր ուժերի հետ էլ գործընթացների իրականացում կամ առաջընթաց Ռուսաստանի շահերի եւ Ռուսաստանի շահերի տրամաբանության տեսակետից։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այո, ես Ադրբեջանում էի, մասնակցում էի քաղաքացիական հասարակությունների միջև հանդիպմանը, քննարկումներին, նաև դրա շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում Ադրբեջանի նախագահի խորհրդականի հետ, օգնականի հետ, Հիկմեթ Հաջիևի հետ։ Հայաստանում ընտրությունների վերաբերյալ այո, խոսակցություններ եղել են եւ այդ խոսակցությունները վերաբերել են Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների հետագա ընթացքին։ Հայաստանի պատվիրակությունը թույլ չի տվել
պնդել, որ ադրբեջանական կողմը Հայաստանի ներքաղաքական կամ ներքին գործընթացների վերաբերյալ քննարկումներ ծավալի, որոնք չեն վերաբերում Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերություններին, այնպես որ բոլոր քննարկումները տեղի ունեցել այդ տրամաբանության մեջ, եւ այստեղ ակնհայտ է ադրբեջանական կողմի մոտ մեկ բան, որ Հայաստանի հետ ներկա գործընթացները, խաղաղության գործընթացը, առևտրի գործընթացը, սահմանների հետագա բացման գործընթացը, խաղաղության պայմանագրի կնքումը, դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացը եւ բոլոր այն գործընթացները, որոնք գոյություն ունեն, նրանք շարունակականություն տեսնում են այն տեմպի եւ այն տրամաբանության մեջ, որը գոյություն ունի այսօր։ Ինչը նշանակում է, որ այդ շարունակականությունը կարող է լինել այնպիսին, ինչպիսին այսօր է, այն դեպքում, եթե Հայաստանի իշխանությունները վերընտրվեն, ներկա իշխանությունները վերընտրվեն։ Եթե Հայաստանի իշխանությունները չվերընտրվեն, իմ տպավորությամբ ադրբեջանական կողմը պատրաստվում է այդ դեպքում Հայաստանի վերաբերող հարցերը քննարկել արդեն ոչ թե Հայաստանի նոր իշխանությունների, նկատի ունեմ ռուսամետ իշխանությունների հետ, այլ Մոսկվայի հետ։ Այսինքն ստացվում է, որ դա իմ տպավորությունը ստացվում է, որ Ադրբեջանում կարծում են, որ եթե Հայաստանի Հանրապետությունում Սամվել Կարապետյանը կամ այլ ռուսամետներ իշխանության գան, Հայաստանի հետ կապված հարցերը քննարկվելու են Մոսկվայում, ինչը կարծես թե համընկնում է իմ մոտեցման հետ, որը որոշումները կայացվում են Մոսկվայում։ Ակնհայտ պրոռուսական ուղղվածության քաղաքական ուժերն այսօր վաղ առավոտից ուրախացել էին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի պարտությամբ։ Ո՞րն է այդ ոգևորության պատճառը։ Իրենք ոչ թե ուրախացել էին Օրբանի պարտությամբ, այլ ցույց էին տալիս, թե ուրախացել են Օրբանի պարտությամբ, բայց ներսում թե ներքին քննարկումներում, թե իրենց շրջանակներում ակնհայտորեն դժգոհ են եւ ահաբեկված, որովհետեւ Ռուսաստանին պաշտպանող Եվրամիության գլխավոր կենտրոնը այլևս Ռուսաստանին չի պաշտպանելու, ինչը նշանակում է, որ օրինակ Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերություններում այլևս չի լինելու ինչ-որ մի արգելք, որը օգտագործում էին շատ դեպքում թե իրենք, թե իրենց Ռուսաստանի հովանավորները թույլ չտալ, որ Հայաստանը ավելի զարգացնի հարաբերությունները Եվրամիության հետ։ Սա էական հնարավորություն է Հայաստանի Հանրապետության համար, ես նշեմ, որ խոսքը չի վերաբերում միայն խաղաղության հիմնադրամից Հայաստանի հատկացումներին, խոսքը վերաբերում է բազմաթիվ ուղղությունների, որտեղ Հունգարիան իր դերը, իր բացասական դերը խաղացել է եւ Հայաստանը չի կարողացել ավելի մեծ զարգացում ունենալ զենքի ձեռքբերման ուղղությամբ, վիզաների ազատականացման ուղղությամբ, Հայաստան-Եվրամիություն ռազմավարական համաձայնության փաստաթուղթը Հայաստանի շահերին ավելի համապատասխան ձևակերպելու ուղղությամբ եւ բազմաթիվ այլ ուղղություններով։ Իհարկե դրանց մի մասը հանրային չի եղել, բաց չի եղել եւ մարդիկ միայն հավանաբար տեղակ են ել խաղաղության հիմնադրամում Հունգարիայի բացասական դերը, երբ Հայաստանին դրամաշնորհ տրամադրելու հարցում դեմ էին իրենք եւ վետո էին դնում փաստացի։ Հիմա մենք բազմաթիվ ուղղություններով ավելի շատ հնարավորություններ ունենալու դեպի Եվրամիություն։ Սա չի կարող որևէ դեպքում համապատասխանել Սամվել Կարապետյանի կուսակցության Քոչարյանի քաղաքական ուժի կամ մյուսների շահերին, այնպես որ այն արտաքին տպավորությունը, թե նրանք ուրախացել են, ընդհանրապես արտաքին տպավորությունը, որը նրանք ցանկանում են ցույց տալ։ Դա չի նշանակում, որ Ռուսաստանի հեղինակությունն ընկնում է գրեթե բոլոր երկրներում ու Հայաստանում էլ Ռուսաստանի Դաշնության շահերը սպասարկող ուժերը հունիսի 7-ին եւս հաջողություն չեն ունենա։ Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները բավական բարձր շանսեր ունեն կրկին շարունակելու իշխել Հայաստանի Հանրապետությունում, բայց եկեք ուշադրություն դարձնենք միայն այս ֆոնին, ինչը նշանակում է, որ Հայաստանի իշխանություններն էլ այդպես հրեշտակներ չեն եւ շատ հարցերում իրենք էլ թերացումներ ունեն։ Սա մյուս կողմից էլ քանի դեռ այլընտրանքը Ռուսաստանի ազդեցությունն է, Հայաստանի ժողովուրդը ակնհայտորեն ընտրելու է մեկ այլ բան, բայց ոչ Ռուսաստանի ազդեցություն։ Ղևոնդյանի դիտարկմամբ սոցհարցումները եւ հասարակության տրամադրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտ կա որոշակի ընկալում, որ այն մարդիկ, որոնք ուզում են հետ բերել Ռուսաստանի ազդեցությունը, բերում են հետամնացություն, հետադարձ դեպի ավելի վատ պայմաններ ու հնարավորություններ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար